Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը։ Ըստ հրապարակված թվերի առաջին կիսամյակում բյուջեի եկամուտները կազմել են 1 միլիարդ 643 միլիոն դրամ։ Նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է նոր մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ տասնյակ առևտրային գործընկերների նկատմամբ նախատեսված է 10%-ից մինչև 12.5%-ի չափով հարկեր սահմանել այն 60 առևտրային գործընկերներից կատարվող ներմուծման վրա, որոնց բաժին է ընկնում ամերիկյան ներմուծման 99%-ը։ Ուկրաինական զինված ուժերի ԱԹՍ հարվածների հետևանքով հրդեհներ են բռնկվել Վայլդբերիզի, Սանկտ Պետերբուրգի եւ Սիմֆերոպոլի պահեստներում։ Տվյալ պահեստների աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։ Ճանապարհային դեպարտամենտի հիմնադրամից հայտնում են, որ Լոռու մարզի բազում բնակավայրի դեպի Զորամաս տանող մոտ 900 մետր ավտոճանապարհի հիմնանորոգումն ակտիվ ընթացքի մեջ է։ Հողային պաստառի կառուցման աշխատանքներն ավարտվել են, շուտով կմեկնարկի ճանապարհի երթևեկամասում մայթերին ասֆալտ-բետոնե ծածկի տեղադրումը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ղրղստանում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության արտգործնախարարների հանդիպման շրջանակում բանակցություններ է վարել Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպման մասին այլ տեղեկատվություն երկու կողմերն էլ դեռ չեն տարածել։ Զբոսաշրջության կոմիտեից հայտնում են, որ օգոստոսի 22-ից 23-ին ապարանում երկրորդ անգամ կանցկացվի Տուր Դարագացի 2026 արագածի շուրջ հեծանվա սպորտի միջազգային առաջնությունը։ Միջոցառումը կմիավորի սիրողական եւ պրոֆեսիոնալ հեծանվորդների Հայաստանից եւ արտերկրից արագած լեռան շուրջ անցկացվող բացառիկ մրցույթ։